Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պետք է պատրաստենք չորաթթուն իմ տարբերակով։ Հիմնական բաղադրիչը դա կանաչ լոլիկներն են։ Վերցրել եմ 2 գազար, վերցրել եմ նեխուր եւ կծու պղպեղներ եմ վերցրել։ Դուք կարող եք քաղցրը վերցնել, եթե կծու չեք սիրում։ Վերցրել եմ 2 գլուխ սոխ, այստեղ չափաբաժին չկա, որքան ձեր տարան է, այնքանն էլ վերցնում եք։ Եվ մի սխտորներ եմ վերցրել, սխտորի ատամիկներ եմ վերցրել։ Հիմա սկսենք նախապատրաստական աշխատանքները։ Վերցրել եմ առողջ լոլիկներ, դա շատ կարևոր է, ինձ համար շատ կարևոր է մթերքը ինչպիսի տեսք ունի, հետո ինչ որ կտրատելու ենք։ Առողջ լոլիկներ եմ վերցրել, կիսում ենք, օդուները հեռացնում ենք եւ սկսում ենք կտրատել լոլիկները, բաժանում ենք մասերի։ Ինչպես կցանկանաք, ուզեք շրջանակաձև կտրատեք, ուզեք կիսնալուսնաձև, եւ ես կիսալուսնաձև եմ կտրատում։ Խնդրեմ, այսպես բարակ կտրատում ենք լոլիկները։ Այսպես։ Խնդրեմ, տեսեք որքան գեղեցիկ է։ Սա մի քիչ վարդագույն է։ Լոլիկները կտրատեցինք։ Ահա։ Եթե պակասեց, հետո կավելացնենք։ Լոլիկներից հետո մշակում ենք գազարները։ Դե կոթուները հեռացնում ենք եւ կեղևից ազատում ենք։ Այսպես։ Կեղևից ազատում եմ։ Քերիչով անցկացնում եմ գազարները։ Ինձ դուր է գալիս, երբ երկար ձողիկների նման է, ինչպես կորեական աղցանի համար ենք պատրաստում։ Եթե չեք ցանկանում այսպես քերել, բարակ օղակների կտրատեք։ Ահա տեսեք որքան գեղեցիկ ձողիկներ ստացվեց։ Թթվի մեջ ավելի գեղեցիկ է ստացվում եւ համեղ է լինում։ Հետո մշակում ենք սոխը։ Ավելի շուտ կտրատում ենք։ Նույն կերպ բոլորը կիսալուսնաձև եմ կտրատում ես։ Այսպես։ Սոխն էլ կտրատեցինք։ Պղպեղները սերմերից ազատում ենք եւ նույնպես սկսում ենք կտրատել։ Ես ձեզ ասացի, կարևոր չէ ինչպիսի պղպեղներ, կուզեք կանաչ վերցրեք, կուզեք կարմիր կամ երկու գույները միասին, դրանից չի փչանա թթվի, որակը չի ընկնի, համեղ կստացվի, ինչպես կցանկանաք։ Ահա տեսեք, ես ահա պղպեղներն էլ կտրատեցի, ավարտեցի այս աշխատանքն էլ։ Հիմա պետք է կտրատեմ նեխուրը։ Նեխուրի տերևներն եմ կտրատում, առանց ձողիկների, ցողունները չեմ կտրատում, միայն տերևները։ Սխտորներն կտրատում եմ, այդպես բարակ օղակաձև կտրատում եմ։ Ահա, այսպես սխտորներն էլ եմ կտրատում։ Սա էլ ավարտեցինք։ Պատրաստում ենք աղը։ Վերցնում եմ 3 ճաշի գդալ աղ։ 3 ճաշի գդալ աղից հետո ավելացնում եմ ես 4 ճաշի գդալ շաքարավազ։ Եվ 1 թեյի քթալ լիմոնի աղ։ Սա այս բաղադրությունը մի լավ խառնում ենք, որ բոլորը միասին համաչափ խառնվեն։ Սկսում ենք հավաքել տարայի մեջ։ Այդ բաղադրությունից լցնում եմ մի քթալ, նեխուրն եմ լցնում,
Նեխրուց հետո մի փունջ գազար, մեկ ճանք պղպեղ, մեկ ճանք սող, եւ մեկ լավ սեղմում եմ։ Եթե ձեր ձեռքը հանգիստ կարողանեմ մեկ ներս մտցնել, ձեռքը բռունցք առած սեղմեք, եթե ոչ, այսպեսի գործիքով։ Ինձ այդպես հարմար է։ Եվ ավելացնում եմ լոլիկները։ Լոլիկները շատ եմ լցնում, քանի որ ասացի, հիմնական բաղադրիչը դա լոլիկն է։ Եվ կրկին սեղմենք այնքան ուժեղ, որպեսզի օդ չմնա արանքում։ Դա շատ կարևոր է։ Այսպես սեղմելով հավաքում ենք։ Կրկին մի քթալ լցնում եմ։ Նույն հերթականությամբ հավաքում եմ։ Նեխուրը, սոխը, գազարը, պղպեղը, սխտորը եւ կրկին լոլիկները։ Ու ամեն հավաքելուց, ամեն շերտից հետո լավ սեղմում ենք, նստացնում ենք, որպեսզի հյութը դուրս տա։ Ահա, վերջ հասանք, մի կերպ սեղմում եմ, մի կերպ տեղավորում եմ, կափարիչով փակում եմ եւ թողնում եմ խոհանոցի սեղանին, որոշ ժամանակ մնա, մի քանի րոպե։ Անցել է 40 րոպե, տեսեք որքան նստել է ինքը արդեն, տեղ է բացվել եւ հեղուկը տեսեք ինչպես դուրս է եկել, իր հյութն է սա։ Քանի որ նստել է, ես մեկ լոլիկ կավելացնեմ նոր կրկին, որպեսզի դատարկ չմնա, ահա, այսպես մեկ լոլիկ էլ կավելացնեմ։ Լավ սեղմելուց հետո տեսեք հյութը դրսում է արդեն, դուրս է գալիս, երեսն է դուրս եկել։ Կափարիչով ծածկում եմ եւ թողնում եմ խոհանոցի սեղանին 3-ից 4 օր, նայած թե ինչ ջերմաստիճանի է ձեր խոհանոցը, շատ տաք տեղ մի դրեք, ինքը շատ շուտ կհասունանա։ Հարգելիներս, պատրաստեք, շատ համեղ է ստացվում,